Դե մեղադրանքի թե պաշտպանական կողմի կարծիքը դատարանը արձանագրում է, որ իրոք քրեական վարույթը գտնվում է նախնական դատալսումների փուլում։ Դատարանը ցուցաբերել է պատշաճ ջանասիրություն վարույթի ընթացքը ապահովելու վերաբերյալ, թեպետ այս 6 ամսվա ընթացքում դեռևս գտնվում ենք նախնական դատալսումների փուլում, ընդ որում ապացների ծավալի հարցն է քննարկում, որը բավականին ծավալուն է, թե մեղադրանքի կողմի ներկայացած, թե պաշտպանական կողմի ներկայացված եւ հաջորդիվ դատական նիստին նաեւ ներկայացվելու առումով դուք ինքներդ ականատես եք եղել այդ պրոցեսներին, քրեական նշանակված դատական նիստերը նախնական դատալսումների փուլում գրեթե չեն հետաձգվել անհարկի, գրեթե չեն հետաձգվել եւ յուրաքանչյուր շաբաթը մեկ սույն քրեական գործով դատական նիստեր են նշանակվել, դա փաստ է արձանագրված։ Դատարանը նաեւ արձանագրում է, որ նախնական դատալսումների փուլում պաշտպանական կողմի հնչեցված այն մտքերը, որ ներկայացված ապացները խեղաթյուրված են, կեղծված են, ֆիլտրված են, ապատեկատվության ենթարկված են, այս բոլոր հարցերը ես նախորդիվ էլ հնչեցրել եմ, որ հիմնական դատալսումների ընթացքում կարող են սրանք պարզվել այդ ապացների հետազոտման արդյունքում։ Հետևաբար յուրաքանչյուր անգամ խոսելիս այս հարցի հետ կապված դատարանը նույնը արձանագրում է, որ այս փուլում չեն կարող այդպիսիք դատարանի կողմից քննությունը առարկա դարձնել։ Այսինքն քանի դեռ ապացները չեն հետազոտվել, դատարանը դիրքորոշում չի կարող հայտնել այդ ապացներին կապված եւ վերդիկտ կայացնելուց դատարանը իր դիրքորոշումը բնականաբար լսելով յուրաքանչյուրի մասով եզրափակիչ ելույթներով հանդես գալու իրանքը ձեզ ընձեռներով եւ լսելով նաեւ յուրաքանչյուրի դրա արդյունքում է այդ հետազոտված ապոստների արդյունքում համալիր գնահատական կարող է արժանացնել։ Ինչ վերաբերում է խափան միջոցին, դատարանը յուրաքանչյուր վարույթի մասնակցի նկատմամբ բնականաբար հարգալից վերաբերմունք դրսևորելով հակառակը չել կարող ես տվյալ փուլում ամենայնպես գործի ընթացքում արձանագրվել, բնականաբար նաև Բագրատ Սրբազանի նկատմամբ, Վազգեն Գաստայանի նկատմամբ նաև արձանագրում է, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափան միջոցի հիմքերն ու պայմանները, իրավաչափության պայմանները այս փուլում չեն նվազել, չեն փոխվել, հետևաբար եւ անադրանքային խափան միջոցները նախորդիվ արձանագրված չեն կարող իզորու չեն ապահովել մեղադրյալի պատշաճ օրինական վարքագիծը եւ 2 ամիս ժամկետով, այսինքն մինչեւ 2026 թվականի ապրիլի 25-ը երկարաձգվի։ Ստանալու պես 10 ժամկետում կարող եք վերաքննիչ քրեական դատարան